Ադրբեջանի գունավոր երազները գնալով խտանում են, Տիգրանաշենը համառորեն քյարքի են անվանում ու պնդում, թե սահմանազատումից հետո այն պետք է վերադարձվի։ Զանգեզուրի միջանցքը անպայման կառուցվելու է, Ալիևը դարձյալ ասլան է կտրել բռնապետի ելույթի մանրամասները։ Հունիսին Երևանի եւ Բաքվի միջև կարգավորման հարցով քննարկումներ են սպասվում, Թրամփի հայտարարությունը։ Ինչու կենսաթոշակի ընդհանուր հանրագումարը վերջին ամիսներին չի ավելանում, դեռ հակառակը եկամտաբերությունն է անկում ապրել։ Հայաստանում 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար կգործարկվի բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր։ Երևանում վաղվանից հին տրոլեյբուսները չեն լինի, միայն մեկ հին տրոլեյբուս կմնա որպես գրադարան կամ սրճարան շահագործելու համար։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Ադրբեջանի գունավոր երազները գնալով խտանում են, ակտիվացել են Տիգրանաշենը համառորեն քյարքի են անվանում եւ պնդում, թե սահմանազատումից հետո այն պետք է վերադարձվի։ Մասնագետները ահազանգում են Տիգրանաշենով է անցնում դեպի Սյունիք տանող ճանապարհը եւ եթե հանձնեն գյուղ չի լինելու, կլինի խոշոր ռազմական հենակետ։ Իսկ ինչ կարող են անել սահմանազատման սահմանագծման հանձնաժողովները։ Քարտեզագիրները պարզաբանում են, այսպիսի դեպքերում անկլավների փոխանակության են գնում երկկողմ համաձայնությամբ։ Հայկական օրենսդրությունը սակայն պահանջում է բացառապես հանրաքվե։ Տիգրանաշենի թնջուկը փորձել է բացել իմ գործընկեր Սիրանուշ Մուրադյանը։ Տիգրանաշենն է, գյուղն իր կյանքով է ապրում, գիտեն, Ադրբեջանը դարձյալ ակտիվացել է, գյուղն է ուզում։ Տիգրանաշենին քյարքի անունն են տալիս ու պնդում են, թե սահմանազատման ընթացքում պետք է վերադարձվի։ Տիգրանաշենցին սակայն անվրդով հողն է մշակում, տունտեղը թողնի ուր գնա, չի գնա։ Ամեն ինչ ստեղծել եմ, արել եմ, հիմա ստեղ էլ թողեմ գնամ, որտեղ գնամ։ Նախընտրական այս հատվածում քաղաքական երկու ճամբարում էլ եւ ընդդիմադիր եւ իշխանական այս թեման չեն շրջանցում, բայց նրանցից եւ ոչ մեկը այս շրջանում Տիգրանաշեն չի գնացել, գյուղացու հոգսը չի տեսել, խոսքը չի լսել։ Գյուղը չենք տալի։ Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆայևը, որ եկավ Երևանում Տիգրանաշենի հարց քննարկեցին, հարցնում է Տիգրանաշենցին։ Հայկական բարձրագույն ղեկավարությունը պարբերաբար է հղում սահմանազատմանն անում, դելիմիտացիա դեմարկացիան կլուծի խնդիրը։ Հարցվաշենի մասին են հիշեցնում։ Մասնագետը ասում է, չկա իրավական որևէ փաստաթուղթ, որը կհիմնավորի, որ Տիգրանաշենը հայկական չէ։ Գուցե հակառակը կամ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են, որ ադրբեջանական չէ։ Արդյոք Ադրբեջանը ներկայացել է ինչ որ իրավական հիմքեր, որով Տիգրանաշենը, նույն Վերին ոսկեպարը կամ նույն Բախուդալու Սոֆուլունդ գեկող հատվածները իրեն են պատկանում օրենքով, ես գոնե նմանատիպ փաստաթղթի ծանոթ չեմ։ Կամ եթե կա այդպիսի փաստաթուղթ, միայն Ադրբեջանին է հայտնի այդ փաստաթուղթը։ Չի կարող այդ փաստաթուղթը միայն Ադրբեջանի հայտնի լինել, քանի որ դա պետք է պահպանվի եւ Հայաստանի Հանրապետության արխիվում եւ Մոսկվայում։ Ինչ կարող են անել սահմանազատման սահմանագծման հանձնաժողովները։ Քարտեզագիրը աշխարհի փորձն է հիշեցնում։ Անկլավների փոխանակության են գնում երկկողմ համաձայնությամբ, բայց հայկական օրենսդրությամբ դա բացառապես հանրաքվե է պահանջելու։ Մի որոշումով տարածք չես կարող հանձնել։ Քանի որ Հայաստանն էլ ունի էքսկլավային տարածք Ադրբեջանի տարածքում եւ ի տարբերություն այսպես կոչված Ադրբեջանին պատկանող անկլավների Հայաստանի էքսկլավը ունի իրավական հիմք, որովհետեւ մենք երբ որ նայում ենք արխիվային քարտեզները, Արտվաշենի սկզբանե չի եղել անկլավ։ Այն ժամանակի ընթացքում նրան հարակից տարածքները փոխանցվել Ադրբեջան եւ այն վերածվել է անկլավի։ Սահմանազատման աշխատանքների ընթացքում, եթե կարիք լինի տարածքների փոխանակության կամ տարածքների ինչ որ չափով ավելացման կամ պակասելու, ապա այդ հարցը ըստ մեր օրենսդրության պետք է դրվի հանրաքվեի, քանի որ երկրի տարածքը չի կարող փոխվել կամ փոքրանալ ինչ որ մի պետական մարմնի որոշումով։ Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի։ Այս գյուղով է անցնում դեպի Սյունիք տանող ճանապարհը։ Մասնագետներն անհանգիստ են, եթե հանձնեն Տիգրանաշենը, այն գյուղ չի լինելու, այլ ռազմական հենակետ։ Բացի այդ, հայկական աշխարհագրությունը թույլ չի տալիս, որ այդ հատվածը շրջանցող ճանապարհ կառուցենք։ Հայկական հատվածում ադրբեջանական միջանցքի պես կդառնա գյուղը։ Մասիսից Եղեգնաձոր, Երևանից Գորիս կամ Վանաձորից Կապան գնալու համար ադրբեջանցիների հետ առնչվելուց չես խուսափի։ Երևանից Իրան գնալու համար էլ ըստ էության անցնելու ես ադրբեջանական տարածքով, այսինքն շրջափակում կդառնա։ Տիգրանաշենցին հարցը չի լսում, ինքն իր գյուղում է, իր հողի վրա, որը Հայկականն է եղել։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։
Զանգեզուրի միջանցքը անպայման կառուցվելու է, Ալիևն է հերթական անգամ բարբաջել Բաքվի էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության ունեցած իր ելույթում հղում անելով անցած տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթին։ Նա ասել է, թե արևելք-արևմուտք միջանցքը հաջողությամբ գործում է։ Մենք բացում ենք նոր տրանսպորտային միջանցքներ, ներդրումներ կատարելով երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքներում։ Արևելք-արևմուտք միջանցքը հաջողությամբ գործում է։ Զանգեզուրի միջանցքը, որը դառնալու է արևելք-արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղ, անպայման կառուցվելու է։ Համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի և իմ միջև ստորագրված փաստաթղթի։ Հունիսին Երևանի և Բաքվի միջև կարգավորման հարցով քննարկումներ են սպասվում, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփի խոսքով Սպիտակ տանը հանդիպման ընթացքում իրենց հաջողվել առաջընթաց գրանցել և հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության։ Տարածաշրջանային էներգետիկ ինտեգրումը օգոստոսի 8-ի պատմական խաղաղության գագաթնաժողովի առանցքային հենասյուներից մեկն է և իմ վարչակազմը անհամբերությամբ սպասում է հունիսին այս թեմայով արդյունավետ քննարկումներին, ասել է Թրամփը։ ԵԱՏՄ Եվրամիություն հարցին է անդրադարձել Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ասել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է շարունակել օգտվել Եվրասիական տնտեսական միության արտոնություններից, գումար վաստակելով Ռուսաստանի և միավորման մյուս երկրների հաշվին, քանի դեռ Հայաստանին չեն կանչել Եվրամիություն։ Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, որքան պաշտպանված են մեր երեխաները, որքան ապահով են ու առողջ։ Այսօր Յոլյանի անվան արյունաբանության և հռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով։ Գերժամանակակից սարքերի կիրառության արդյունքում հնարավոր կլինի երեխաների շրջանում քաղցկեղի տարբեր տեսակները հայտնաբերել ավելի վաղ փուլում և իրականացնել առավել արդյունավետ բուժում։ Նվիրաբերված վերջին սերնդի բժշկական սարքավորման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 127 միլիոն դրամ։ Արյունաբանական կենտրոնում տարեկան ախտորոշվում է արյան չարորակ և այլ ուռուցքաբանական հիվանդությունների մոտ 100 առաջնակի դեպք։ Ներկայումս կենտրոնում դիսպանսեր հսկողության տակ են գտնվում արյան համակարգի բարորակ և չարորակ հիվանդություններով մոտ 3500 երեխա։ Հիվանդության աճին զուգահեռ վերջին տարիներին աճել է նաև բուժվող երեխաների թիվը։ Լիարժեք առողջացման ցուցանիշը հասել է 70-ից 75%-ի։ Ստացել ենք 2 էլեկտրոկոագուլյատորներ և 1 դիոդային լազերային համակարգ։ Այս վիրահատարանում մարդկային կյանքեր փրկվում են գրեթե ամեն օր։ Վիրաբույժը նվեր ստացած նոր սարքավորումների առավելությունների մասին է խոսում։ Այս 3 նորագույն սարքերը թույլ կտան այսուհետև արյունաբանական կենտրոնում վիրահատություններն իրականացնել առանց դանակի միջամտության, այդպիսով կանխելով արյունահոսության ռիսկը։ Սարքերի միասնական նշանակությունը կայանում է նրանում, որպեսզի կարողանանք վիրահատության ընթացքում ապահովել առավել անարյուն, առավել անվտանգ միջամտություններ։ Վիրահատական միջամտությունից մինչև լաբորատոր հետազոտություն։ Միքայել Վարդանյանի աջակցության շնորհիվ Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնը համալրվեց վերջին սերնդի սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով։ Բարերարն այցելել է բժշկական կենտրոն սարքավորումների հնարավորություններին ծանոթանալու համար։ Ուլտրաձայնային գերժամանակակից համակարգը թույլ կտա վաղ փուլում հայտնաբերել ախտահարված ավշային հանգույցները և գնահատել դրանց ախտահարման աստիճանը։ Կենսական նշանակություն ունի նաև շարժական ռենտգեն այս սարքը, որը հնարավոր է օգտագործել հենց հիվանդասենյակում։ Կարևորագույն առավելությունները դա իհարկե թվային տեխնոլոգիաների միջոցով մաքսիմալ արագ հետազոտական արդյունքներ ստանալը, քանի որ թվային է սարքը, ու իհարկե ճառագայթման դոզաները մինիմալի հասցնելու եւ բուժառուի եւ շրջակա միջավայրի եւ բուժանձնակազմի համար։ Որքան ճիշտ եւ արագ կատարվի լաբորատոր հետազոտությունն, այնքան ավելի արդյունավետ կդառնա բուժումը։ Նվիրատվության շնորհիվ լաբորատոր ծառայությունը համալրվել է մանրէաբանական նույնականացման համակարգով եւ քրոմատոգրաֆիկ սարքով։ Այս սարքերի նվիրաբերումը մեր կենտրոնին ունենալու է ռազմավարական նշանակություն, քանի որ մեր կենտրոնը միակն է Հայաստանի Հանրապետությունում սպասարկում է ողջ բնակչությանը եւ մենք այս սարքերի շնորհիվ ապահովելու ենք ավելի բարձր բուժական սպասարկման որակ։
Բժշկական 7 նորագույն սարքավորում, ինչպես նաև 30 հատ ինֆուզոմատ, 30 հատ հիվանդի վիճակը հսկող մոնիտոր, 30 հատ շարժական բուժքույրական սեղան, 80 հատ ներարկումների համար նախատեսված ձող եւ 1 տարվա օգտագործման համար նախատեսված ռեագենտներ։ Բուժառուները այլևս ստիպված չեն լինի արտերկիր մեկնելու եւ ախտորոշման հստակեցման կամ բուժման առումով այլ երկրի մասնագետների կողմից խորհրդատվություն ստանալու, քանի որ այդ նույն հետազոտությունները, այդ նույն լուրջ թեստավորումները մենք կիրականացնենք։ Մեր հիվանդանոցը Միքայել Վարդանյանի կողմից ստացել է անգնահատելի աջակցություն, նվիրաբերվել են մեծաքանակ բժշկական սարքավորումներ, որոնք ընդգրկում են գրեթե ողջ բժշկական շղթան։ Այս աջակցությունը պարզապես հիվանդանոցի տեխնոլոգիական վերազինում չէ, որը բարձրացնում է մեր ախտորոշիչ եւ բուժական հնարավորությունները, այն մեծ ներդրում է երեխաների առողջության, նրանց ժպիտների եւ ապագայի համար, ընդ որում նվիրաբերված սարքավորումներից շատերը եզակի են եւ իրենց նշանակությամբ եւ միակն են Հայաստանի Հանրապետությունում։ Բուժաշխատողների արհեստավարժության եւ նվիրվածության շնորհիվ ամեն տարի բազմաթիվ երեխաներ հաղթահարում են դարի չարիք համարվող հիվանդությունը։ Բարերար Միքայել Վարդանյանի աջակցությունն էլ իր հերթին կօգնի, որ մեր երկրում արյան համակարգի բարորակ եւ չարորակ հիվանդություններից բուժված երեխաների թիվը ավելանա։ Այս կարևոր եւ երեխաների կյանքի փրկության նողված ծրագրի համար Միքայել Վարդանյանը տրամադրել է 127 միլիոն դրամ։ Նաիրի Մուրադյան, Ժամ, լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Երևանում վաղվանից հին տրոլեյբուսները չեն լինի, միայն մեկ հին տրոլեյբուս կմնա որպես գրադարան կամ սրճարան շահագործելու համար։ Ինչու կենսաթոշակի ընդհանուր հանրագումարը վերջին ամիսներին չի ավելանում, դեռ հակառակը եկամտաբերությունն է անկում ապրել։ Շարունակում ենք թողարկումը։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև հրադադարի ռեժիմի հաստատման պայմանները տարածվում են նաեւ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների վրա, ուստի դրանց շարունակումը Թեհրանը դիտարկում է որպես զինադադարի ընդհանուր խախտում, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարը։ Առաքչին ընդգծել է, որ Թեհրանի ու Վաշինգտոնի միջև հրադադարը անվերապահորեն տարածվում է մարտական գործողությունների բոլոր գոտիների վրա եւ ճակատներից որևէ մեկում դրա խախտումը նշանակում է հրադադարի ռեժիմի ամբողջական խախտում։ Նա նաեւ հավելել է, որ այս խախտումների հետևանքների ամբողջ պատասխանատվությունը լիովին ընկնում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի վրա։ Մոսկվայում բենզինի գինը սկսել է աճել, որոշ բենզալցակայաններում այս վառելիքի 1 լիտրի գինը թանկացել է միանգամից 3 ռուբլով։ Դիզելային վառելիքի գինը աճել է 5 ռուբլով։ Կարելի է ասել, նոր Մոսկվայում իրավիճակը ավելի բարդ է վառելիքային ճգնաժամի պատճառով, այստեղ սկսել են սահմանափակել բենզինի վաճառքը։ Մեկ անձին 60 լիտրից ավելի բենզին եւ 100 լիտրից ավելի դիզելային վառելիք չեն վաճառում։ Վերադառնանք մեր խնդիրներին, Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի, Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն շահագործվում են։ Երևանում միայն մեկ հին տրոլեյբուս է մնալու, որը նախատեսվում է կամ որպես գրադարան շահագործել, կամ որպես սրճարան։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի աշխատանքներին հետևել է Դավիթ Թադևոսյանը։ Քաղաքացիներին վաղվանից կսպասարկեն ամբողջությամբ նոր տրոլեյբուսներ։ Քաղաքապետարանում փոխադարձ շնորհավորանքներ են։ Տրոլեյբուսները դուրս եկան արդեն երթուղիներ։ Այս նոր մեր 45 30-ը այո, 15-ը վաղվանից արդեն վերջնական դուրս կգա։ Այսինքն մենք վաղվանից այլ չենք ունենա հին տրոլեյբուս։ Ոչ։ Շատ լավ։ Ես առիթով եմ շնորհավորում երևանցիներին։ Տրոլեյբուսների ձեռքբերման պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 միլիարդ 326 միլիոն 300 հազար դրամ։ Միաժամանակ տոմսային համակարգի տվյալները վկայում են, որ նախորդ շաբաթ գրանցված բաշխումների ցուցանիշը դրան նախորդող շաբաթվա համեմատ նվազել է 29%-ով։ Ինչի է դա ով կպատասխանի պայմանավորված քիչ է։ Մեր գնահատմամբ ուսումնական շրջանի ավարտով։ Ուսումնական պարապմունքների ավարտից հետո նախնական հաշվարկներով հունիսի երկրորդ կեսից կսկսվեն Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Քաղաքապետարանում ծրագրում են դրանք ավարտել մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։ Որոշակի աշխատանքներ կան, որոնց ժամանակ չենք փակելու կամուրջը, այսինքն կողքային հատվածը։ Իսկ ամբողջությամբ ենք փակում թե միայն ասֆալտ բետոնյա ծածկի եւ կարերի փոխարինման ժամանակ։
Հասարակական եւ այլ նպատակային նշանակության հողերի վարձակալության գործող 3236 պայմանագրերից 2508-ի դեպքում վարձավճարները արդեն հաշվարկվում են նոր կադաստրային արժեքների հիման վրա։ Ըստ քաղաքային իշխանության, նույն սկզբունքով վերանայել են նաեւ ավտոտնակների եւ այլ օժանդակ շինությունների համար կնքված հողերի վարձակալության պայմանագրերը։ Գործող 15536 պայմանագրերից 13938-ի դեպքում հաշվարկները իրականացվում են նոր կադաստրային արժեքներով։ Խորհրդակցության ավարտից հետո նիստերի դահլիճը տրամադրվեց դպրոցականների ավագանուն։ Ավանդույթի համաձայն երեխաների ձայնն են լսելի դարձնում, փորձելով նրանց ներգրավել համայնքային կյանքին առնչվող որոշումների քննարկման գործընթացում։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Հայ ազգային կոնգրես կուսակցությունը առաջարկում է ստեղծել ուսանողական բանկ երիտասարդների կրթության ֆինանսավորումը ապահովելու համար։ Ուսանողական բանկ մոդելի շնորհիվ ուսանողները երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքով վարկի հնարավորություն կունենան եւ վճարումները կկարողանան սկսել ուսումն ավարտելուց եւ աշխատանքի անցնելուց հետո։ Հակից ծրագրային դրույթների առաջնահերթություններից է նաեւ թմրամոլության եւ խաղամոլության դեմ պայքարը։ Հայ ազգային կոնգրեսը միակն է ընտրությանը մասնակցող ուժերից, որ մշակել է այս երևույթների դեմ պայքարի համապարփակ ծրագիր եւ իշխանության գալու պարագայում խոստանում է արմատախիլ անել այդ արատավոր երևույթները եւ պատժել դրանց հանցավոր հովանավորներին։ Հայաստանը այսօր հայտնվել է տնտեսական նոր խնդիրների առաջ, մեր տնտեսությունը էապես կախված է ԵԱՏՄ-ի տնտեսությունից։ Հայաստան դաշինքի падգամավորության տեխնացու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձևակերպման պետք չէ սադրել մեծ պետություններին եւ հարվածի տակ դնել սեփական ժողովրդին։ Հայաստան դաշինքի падգամավորության տեխնացու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձևակերպմամբ Հայաստանում առկա բոլոր խնդիրները լուծելի են։ Քոչարյանը գիտի ինչպես դա անել։ Իշխանությունը կարող է սխալվել, բայց ոչ այդքան։ Սխալվելու լիմիտը իրենք վաղուց սպառել են եւ այլևս թույլ չենք տա, որ եւս սխալներ գործեն եւ այդ սխալների գինը տար ժողովուրդը իր կյանքերով, իր բարեկեցությամբ։ Ինչ պետք է մենք անենք հունիսի 7-ին։ Ուրեմն գնում ենք ընտրատեղամասեր եւ ընդհանրապես մեկ որոշում ենք կայացնում։ Ընտրում ենք Հայաստանը։ Հայաստանի տնտեսությունն ըստ Քոչարյանի էապես կախված է ԵԱՏՄ տնտեսությունից։ Այսօր ըստ Հայաստան դաշինքի առաջնորդի Հայաստանին վերջնագիր են ներկայացրել, որոշելու թե ուր է գնում։ Ես անկեղծ չգիտեմ ինչու մեզ արհեստական սարքում են Ռուսաստանի թշնամի։ Մեզ ստանում են Ուկրաինայի այդ ավերություններ բերող միայն ճանապարհը։ Մեզ դա պետք չի ժողովուրդ ջան։ Քոչարյանի համոզմամբ Հայաստանին պետք են դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ շատ լավ հարաբերություններ թե Եվրոպայի, թե ԱՄՆ-ի հետ։ Հայաստանին ըստ դաշինքի առաջնորդի պետք է եւ, այլ ոչ թե կամը։ Քոչարյանը վստահ է, դա հնարավոր է եւ դա իրենք ժամանակին արել են։ Դրա համար ըստ նրա ընդհանրապես պետք է դադարել խաղալ մեծ պետությունների հակասությունների վրա։ Պետք է չդրթել նրանց ու հարվածի տակ դնել սեփական ժողովրդին։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանի երիտասարդների համար արտասահման մեկնել ու նոր գիտելիքներ ձեռք բերելը պետք է դառնա ավելի հասանելի։ Միասնության թևեր կուսակցության падգամավորության տեխնացու Արման Թաթոյանը կարծում է, որ երիտասարդները պետք է հնարավորություն ունենան սովորելու, մասնակցելու միջազգային ծրագրերի եւ աշխարհի տարբեր երկրներ այցելելու, ապա իրենց գիտելիքն ու փորձը ներդնելու Հայաստանում։ Ըստ Թաթոյանի անհրաժեշտ է հեշտացնել վիզային ընթացակարգերը եւ ընդլայնել ազատ տեղաշարժի հնարավորությունը։ Եվրոպական երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ճապոնիա, Չինաստան, այլ պետություններ մեր երիտասարդները պետք է ունենան ճամփորդելու եւ աշխարհ տեսնելու հնարավորություն։ Գնան, սովորեն, դասընթացների մասնակցեն, նոր գիտելիքներ ստանան, հետ գան երկիր, որ իրենց կարողությունները, գիտելիքները ներդնեն մեր երկրում։ Ամենատարբեր բնագավառներում բժշկություն, իրավաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա, որ ոլորտը ուզում եք վերցնել, կամ ուղղակի այցեր ընտանիքներով մասնավոր թեկուզ պայմաններ այնպես լինի, որ լավ աշխարհը տեսնեն, սա է նաև մեր զարգանալու երաշխիքներից մեկը մեր երկրի, ապագան այսպես է կերտվում երկրի։
Գիտության ոլորտում վերջին տարիներին կատարած աշխատանքների, մասնավորապես առաջատար տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացված ծրագրերի արդյունքների մասին է խոսել քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության տեխնացու Նիկոլ Փաշինյանը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը։ Նա քաղաքացիներին ասել է, որ այս նախագծերը իրականացվում են Միացյալ Նահանգների հետ տեխնոլոգիական համագործակցության շուրջ կնքված համաձայնագրի շրջանակում։ Մենք 10 միլիոն դոլարով Երևանի պետական համալսարանի համար սուպեր համակարգիչ ենք գնել եւ ստեղծել ենք արհեստական բանականության կենտրոն։ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ընթացքում նշել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորության տեխնացու Նիկոլ Փաշինյանը։ Նա քաղաքացիներին ներկայացրել է գիտության ոլորտում վերջին տարիներին կատարած աշխատանքների, մասնավորապես առաջատար տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացված ծրագրերի արդյունքները։ Գագարինում տեղի ունենում արհեստական բանականության առաջին գործարանի բացումը Հայաստանի Հանրապետությունում։ Հունիսի մեջ տեղի է ունենալու արհեստական բանականության երկրորդ գործարանի բացումը Հրազդան մեքենա գործարանի տարածքում Firebird ընկերության ներդրումային ծրագիրն է շուրջ 5 միլիարդ դոլարի։ Այս նախագծերն իրականացվում են ԱՄՆ-ի հետ տեխնոլոգիական համագործակցության շուրջ կնքված համաձայնագրի շրջանակում, տեղեկացրել է Փաշինյանը եւ խիստ կարեւորել արհեստական բանականությանն առնչվող տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում։ Մենք գիտության ֆինանսավորումը 27 անգամ ավելացրել ենք, 28 անգամ, 180%-ով։ Եվ գիտության ոլորտում աշխատավարձերը ավելացրել ենք 100-300%-ով, նույնիսկ 350%-ով։ Այս քաղաքականության տրամաբանությունից ելնելով է պետությունը կրթության ոլորտը հայտարարել ռազմավարությունների ռազմավարություն, այսինքն չի կարող լինել նոր որակի պետություն, եթե չկա նոր որակի կրթություն։ Բարձր որակավորման մասնագետների միջոցով է հնարավոր լինելու զարգացնել տնտեսությունը, եզրահանգել է քաղաքացիական պայմանագրի առաջնորդը։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Հանրապետություն կուսակցության падգամավորության տեխնացու Արամ Սարգսյանը հանդիպումներ է անցկացրել Ավան եւ Կենտրոն վարչական շրջանների բնակիչների հետ, անդրադարձել է տնտեսական խնդիրներին, խոսելով գնաճի, աշխատատեղերի, պակասի եւ փոքր ու միջին բիզնեսի առջեւ կանգնած մարտահրավերների մասին։ Սարգսյանի խոսքով տնտեսական զարգացման համար անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ, ներդրումների խթանում եւ ավելի արդյունավետ կառավարում։ Նա ներկայացրել է նաեւ իր քաղաքական ուժի առաջարկած մոտեցումները, ընդգծելով քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման կարևորությունը։ Եվ գնալու եք ընտրության, սիրելի ժողովուրդ, շատ ուշադիր եղեք, երկար մտածեք, ձեր գլխին փորձակ չբերեք, մեր գլխին փորձակ չբերեք։ Վստահաբար եմ ասում ձեզ, որ մեր խաղաղության խնդիրը կախված է մեր պետության տնտեսությունից։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Քարոզարշավի շրջանակում այցելել է Գյումրի, հանդիպման ընթացքում նա ներկայացրել է իր քաղաքական թիմի ծրագրերը եւ անդրադարձել քաղաքի առջեւ ծառացած խնդիրներին։ Ծառուկյանը հայտարարել է, որ իր ուժի հաղթանակի դեպքում քաղաքում չեն լինելու տնակներ, որոնք իր խոսքով խոչընդոտում են բնականոն զարգացմանը։ Նա ընդգծել է սոցիալական ծրագրերի, աշխատատեղերի ստեղծման եւ ենթակառուցվածքների բարելավման կարեւորությունը։ Քաղաքական գործչի հայտարարությունները տարբեր արձագանքների են արժանացել, իսկ ընտրողների վերջնական գնահատականը պարզ կդառնա քվեարկության արդյունքներից հետո։ 8 տարի է երկրաշարժը, անցել է։ Մարդիկ դոմիկներին փթվում են։ Ում դիմում ես ասում, որ չկա։ Ես ձեզ խոսք եմ տալի ոնց որ Գյումրիում հնարցուն դեպքում 25000-ով այդ 400 դոմիկը տեղում կկառուցվի միլիարդների մեջ։ Ճիշտ հասկացա։ Ես ձեզ ասում եմ, անմիջապես 3000 դոմիկներ Գյումրիում կա։ Ու մենք պետք է մասնավորինել կցենք, միլիարդատեր հայր ունենք, որ իր անունով կոչենք, հոր անունով կոչենք, կա թաղամասը կսարքի, պետքա կապ, պետքա մոտեցում, պետքա աշխատանք, պետքա ցանկություն։ Ժամերով կարամ ձեր հետ խոսեմ, ժողովուրդ, ժամերով։ Ինչու կենսաթոշակի ընդհանուր հանրագումարը վերջին ամիսներին չի ավելանում, դեռ հակառակը եկամտաբերությունն է անկում ապրել։ Փորձագետները պարզաբանում են, թե պատճառը միջազգային շուկաներում արժեթղթերի էժանացումն է, իսկ դրա մի արժևորումը նվազեցրել է արտասահմանում պահվող ներդրումների արժեքը։ Մինչդեռ ոլորտը կարգավորող պետական մարմինների ներկայացուցիչները լավատես են։
Մարդիկ պարբերաբար հիշում են, որ արդեն մի քանի տարի ֆինանսական մեծ շղթայի կենսաթոշակային կൂട്ടակային համակարգի մաս են կազմում։ Նախորդ ամիսներին նրանցից ուշադիրները ֆիքսել են, որ կենսաթոշակի ընդհանուր հանրագումարը վերջին ամիսներին չի ավելանում։ Դեռ հակառակը։ Դա ցույց են տալիս հաշվետվությունները, որոնք ներկայացրել են մասնավորապես C2-Ampega եւ Ամուդի Ագբա ընկերությունները։ Անկումը եղել է 0.2-ից մինչև 0.7%-ի սահմաններում։ Պատճառն այն է, որ միջազգային շուկաներում արժեթղթերը էժանացել են, իսկ դրամի արժևորումը նվազեցրել է արտասահմանում պահվող ներդրումների արժեքը։ Մյուս կողմից, արտաքին շուկաներում հնարավոր ցնցումների դեպքում բացառված չէ, որ ավելի մեծ անկումներ գրանցվեն հետագայում։ Ոլորտը կարգավորող պետական մարմինների ներկայացուցիչները սակայն լավատես են։ Միջոցները տրիլիոնից ավել են, 60%-ի չափ առնվազն ներդրված է Հայաստանում, բնականաբար ինքը դինամիկա անընդհատ փոխվում է։ Արդյոք այդ միջոցները ենթատեքստային էլի, միջոցները սպասարկում են Հայաստանի տնտեսությունը, ես կարծում եմ, որ այո։ Ֆոնդերի Հայաստանում ներդրված գումարների ահռելի մասը բաժին է հասել արժեթղթերին։ Կոպիտ ասած, ժողովրդից հավաքված գումարը կենսաթոշակային ֆոնդերը տոկոսով տալիս են բանկերին, բանկերն էլ դրանք ավելի բարձր տոկոսներով որպես վարկ տալիս են ժողովրդին։ Ինչի համար են մեկ այդ գումարի զուր տվել դրանց ու քննարկել այդ փողը, որոնք որ բացարձակապես չեն դրվել տնտեսության մեջ եւ պետությունը պետք է ինքը փողեր դնի, գումարներ դնի, իր տվյալ ճյուղերը զարգացնելու համար, մանավանդ եթե այդ ճյուղերը կարող են բերել պետության մրցունակությանը բարձրացնելու հնարավորություններ։ Երկար տարիներ քննարկումներ են գնում այն հարցի շուրջ, որ հայաստանցիների կենսաթոշակային ֆոնդերը պետք է ներդրում անեն Հայաստանի տնտեսության իրական հատվածում։ Նման մեկ օրինակ կա, խոսքը արհեստական բանականության գործարանի մասնակի ֆինանսավորման մասին է, սակայն դա իրական գործարան չէ եւ այն տնտեսության իրական հատված համարելը ճիշտ չէ։ Մեքենաշինություն, որոնք արտադրում են հաստոցներ, հոսքագծեր, դասգահներ, ինքնաթիռներ, ավտոմեքենաներ, նավեր, հրթիռներ, կամ այլ էլեկտրատեխնիկական արտադրանք, էլեկտրոնիկայի արտադրանք, իսահորչային սարքերի ճյուղն է, որը մեքենաշինության վերջին ճյուղերից մեկն է, աշխարհի ամենավերջին զարգացած ճյուղերից մեկն է։ Կառավարության ներկայացուցիչները հաճախ հայտարարում են, թե անում են հնարավորինը, որպեսզի դելսի ընկերությունները ներդրումներ անեն Հայաստանի տնտեսության իրական հատվածում։ Դելսի ներդրողի համար սակայն օրինակ կարող է ծառայել հենց ինքը պետությունը։ Եթե կենսաթոշակային ֆոնդերի միջոցով ներդրումներ անի ինչ-որ ռազմավարական արտադրության մեջ, այսինքն եթե բիզնես անելը երկրում իսկապես ձեռնտու է, տրամաբանական է, որ առաջին քայլը անի հենց ինքը, պետությունը։ Արդյունքում համ էական եկամուտներ է ապահովում ապագա կենսաթոշակառուների համար, համ էլ տնտեսության իրական հատվածը զարգացնում եւ ներդրողների ներգրավում արդեն կայացած ձեռնարկությունների միջոցով։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Տաղավար կվերադառնանք կարճատև դադարից հետո։ Հայաստանում 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար կգործարկվի բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը 31-ն է, ավելին քիչ ուշ։ Շարունակում ենք թողարկումը։ 10 մասից բաղկացած Մեղրամի սիթքոմի նկարահանումները արդեն սկսվել են։ Այս նախագիծը Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի պրոդյուսերական երկրորդ համատեղ աշխատանքն է։ Խոստանում են հանդիսատեսին պարգևել հետաքրքիր ակնթարթներ եւ զվարճալի պահեր։ Մեղրամիսը ոչ միայն սիրո եւ ընտանիքի մասին պատմություն է, այլև այստեղ ներառված է հայկական գյուղական կոլորիտի ջերմ գունապնակը։ Հայկական սիթքոմի սիրահարներին սպասվում է նոր հումորային պատմություն։ Մեկնարկել են 10 մասից բաղկացած Մեղրամիս սիթքոմի նկարահանումները։ Նախագիծը Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի պրոդյուսերական երկրորդ համատեղ աշխատանքն է, որը խոստանում է հանդիսատեսին պարգևել բազմաթիվ զվարճալի եւ անսպասելի ակնթարթներ։ Ստեղծագործական թիմը Մարդամեկի ամբողջ ստեղծագործական մեր թիմն է։ Սցենարականը Հայկ Ալեքյանը, Մոսոն Կարապետյան, Լևսը Դավթյան, Արմանը Մելիքյան, ռեժիսոր, օպերատորը Արմենը, մի խոսքով Մարդամեկի ստեղծագործական կազմը եւ պրոդյուսերական կազմը երկրորդ սիթքոմն է սկսում։ Ես սիրում եմ այս հետաքրքիր զգացողությունը գյուղական միջավայրի ու քանի որ կերպարներն էլ հենց գյուղացիներ են,
շատ այս կոլորիտը շատ լավն է։ Սիտքոմի կենտրոնում գյուղում ապրող երիտասարդ զույգն է՝ Մանեն ու Դավիթը։ Նրանք ծնողներ չունեն ու մեծացել են համագյուղացիների հոգացության ներքո։ Երբ երիտասարդները որոշում են ամուսնանալ, նրանց հարսանիքը դառնում է ամբողջ գյուղի քննարկման գլխավոր թեման։ Հետաքրքիրն է, որ այդ գյուղում անտենա չկա, ինտերնետ չկա, իրանք իրենց գյուղից բացի ուրիշտեղ չեն եղել։ Դե հիմա պատկերացրեք ինչ է սպասվում ձեզ, սիրելի հեռուստադիտող, եւ մեզ այդ ճանապարհորդության ընթացքում Զավիկի եւ Բաբիկի հետ։ Նորություն այնքանով, թե իմ համար, թե հեռուստադիտողի, որ բացի որ կերպարի անունը ուրիշ է ու դերը ուրիշ է ու լրիվ ուրիշ սիտքոմ է, նաև ես որպես մարդ տենց արտաքնապես կերպարանափոխված եմ։ Ամեն բան ավելի հետաքրքիր է դառնում, երբ Մանեն ու Դավիթը հայտարարում են, որ ցանկանում են ամուսնանալ ոչ թե հայրենի գյուղում, այլ Եգիպտոսում ծովի ափին։ Գյուղապետի նախաձեռնությամբ մշակույթի տանը հրավիրվում է մեծ ժողով։ Երկար քննարկումներից հետո գյուղը վերջապես համաձայնվում է ընդունել սիրահարների որոշումը, բայց հատուկ պատվիրակության ուղեկցությամբ։ Պատվիրակության կազմը բացառիկ է։ Գյուղապետի քարտուղարուհի Ծովինարի ղեկավարությամբ համայնքը մեկնում է Եգիպտոս։ Ծովինարն начальник ջան, ինքը լրիվ ուրիշ մարդ է։ Նման չի Սաթենի Քազարյանի կերտած կերպարներին այսքան ժամանակվա, սիրել եմ շատ, թիմը շատ լավն է, շատ հարազատ է, ինձ համար շատ կարևոր է։ Մարդկային որակը, որքան էլ որ լավն է լինում սցենարը, ասելիքով է լինում, հումորով է լինում, բայց ամեն մեկը իր տեղում է։ Այսպիսով սկսվում է մի ճանապարհորդություն, որը լի է անակնկալներով, զավեշտալի իրավիճակներով ու անմոռանալի արկածներով։ Մեղրամիսը ոչ միայն պատմություն է սիրո եւ ընտանիքի մասին, այլև հայկական, գյուղական կոլորիտի, բարեկամության ու համայնքային համերաշխության հումորային արտացոլումն է։ Մեղրամիսը Armenia TV-ի եթերում կլինի սեպտեմբերին։ Քնարիկ Պետրոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Բեկոն ընկերությունը իր աշխատակիցների երեխաների համար կազմակերպել է անակնկալներով լի օր։ Հատուկ ներկայացում էր կազմակերպվել փոքրիկների համար, նրանց տեղափոխելով հեքիաթային եւ կախարդական աշխարհ։ Հունիսի 1-ին ամենալավը պատրաստված է Բեկոնը։ Արդեն 5-րդ տարին անընդմեջ ավանդույթ դարձած հունիս 1-յան միջոցառումը Բեկոն Պրոդուկտ ընկերությունը կազմակերպել է իր աշխատակիցների երեխաների համար, ստեղծելով ուրախությամբ, ժպիտներով ու անակնկալներով լի օր։ Երաժշտությունը, պարերը, մրցույթներն ու խաղերը միավորել էին հարյուրավոր փոքրիկների։ Տոնական տրամադրությունը ամբողջ օրը չէր լքում ոչ երեխաներին, ոչ էլ նրանց ծնողներին։ Երգում ենք, պարում ենք, խաղում ենք, նվերներ ենք ստանում։ Միջոցառման գլխավոր հերոսների կողքին էին նաև երեխաների սիրելի մուլտհերոսները, որոնց հետ փոքրիկները լուսանկարվում էին, խաղում ու մասնակցում տարբեր զվարճալի ակտիվությունների։ Այնքան սիրով եմ գալիս, որ ուզում եմ միշտ լինի իմ երեխեքին բերեմ։ Իսկ ամենամեծ անակնկալներից մեկը Մեսսիի ու Ռոնալդոյի այցն էր։ Փոքրիկ ֆուտբոլասերները մեծ ոգևորությամբ շրջապատել էին իրենց սիրելի կերպարներին եւ չէին շտապում հեռանալ նրանց կողքից։ Երգում ենք, պարում ենք, իսկ դրա դիմաց ստանում ենք նվերներ տարբեր։ Խաղերից օրինակ ինձ դուր է եկել, որ խառնաշփոթում էին, մենք էլ պետք է ճիշտ անենք։ Հատուկ ներկայացում էր կազմակերպվել նաև երեխաների համար, որը նրանց տեղափոխել էր հեքիաթային ու կախարդական աշխարհ, լի հետաքրքիր պատմություններով ու ծիծաղաշարժ դրվագներով։ Տոնն իհարկե չէր կարող անցնել առանց համեղ հյուրասիրության։ Բեկոն ընկերությունը հոգացել էր թե երեխաների, թե ծնողների համար, ապահովելով համեղ ու առատ սեղան։ Երեխաները շատ են սիրում հենց Բեկոնի մթերքները, շատ հետաքրքիր եւ հաճելի նախաձեռնություն է։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ սպասված խաղարկությունը։ Հաջողակ փոքրիկները տուն վերադարձան խաղերով, գնդակներով եւ փազլներով, իրենց հետ տանելով նաեւ օրվա ամենավառ հիշողությունները։ Քնարիկ Պետրոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։
Ռոստելխոզնազորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանի ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ, այսպիսով հունիսի 2-ից Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը, բացառությամբ ստուգում անցած երկու ընկերությունների։ Գերատեսչության անցկացրած ստուգումների արդյունքները գնահատվել են անբավարար, իսկ մի շարք ձեռնարկություններ հրաժարվել են ստուգումից։ Օրվա մյուս կարևոր նորությունները մեկ տեսաշարով։ Հրապարակվել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի հերթական ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները։ Ներքին գործերի նախարարությունը քվեարկությունից 7 օր առաջ ցուցակները հասանելի է դարձրել elections.mia.gov.am հարթակում որոնման եւ ներբեռնման հնարավորությամբ։ Համակարգի միջոցով քաղաքացիները կարող են անուն ազգանունով գտնել իրենց ընտրական տեղամասը, որտեղ պետք է մասնակցեն քվեարկությանը։ Ավելի ճշգրիտ որոնման համար հնարավոր է լրացնել նաեւ ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը։ Բացի այդ, կայքում հասանելի են ընտրողների ցուցակները ըստ ընտրական տեղամասերի, որոնք կարելի է ներբեռնել։ 2008 թվականի մարտի 1-ից 2 իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ը ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի 4 բանակային կորպուսների հրամանատարների նկատմամբ։ Ըստ գլխավոր դատախազության նրանց մեղսագրվում է պաշտոնեական լիազորությունները անցնելուն օժանդակելը, որը ըստ մեղադրանքի էական վնաս է պատճառել եւ հանգեցրել ծանր հետևանքների։ Հայաստանում 6 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար կգործարկվի բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր։ Կառավարության նախաձեռնությամբ ծրագրի շրջանակում բազմազավակ ընտանիքները հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու, ինչպես նաեւ բնակելի տուն կառուցելու նպատակով յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով կստանան 4 միլիոն դրամ աջակցություն։ Ծրագրի նպատակն է բարելավել նրանց բնակարանային պայմանները եւ խթանել ծնելիության աճը։ Նոր ծրագիրը կգործի 2027 թվականի հունվարի 1-ից։ Հայ առաքելական եկեղեցին տոնել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը, որը նաև Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է։ Տոնի առիթով Մայրաթոր Սուրբ Էջմիածնից դեպի Սուրբ Հռիփսիմե վանք է կազմակերպվել եկեղեցական թափոր Սուրբ Հռիփսիմե կույսի մասունքակիր աճի ուղեկցությամբ։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամարի մոտ ամենայն հայոց կաթողիկոսը մասունքով օրհնել է հոգևոր դասին։ Հոգևորականները ընդգծել են, որ Հռիփսիմյանց կույսերի տոնը ոչ միայն պատմական հիշողության պահպանում է, այլ նաև քրիստոնեական հավատքի, նվիրումի եւ հոգևոր արժեքների վերահաստատում։ Տոնական միջոցառումների շրջանակում Սուրբ Հռիփսիմե վանքում մատուցվել է սուրբ եւ անմահ պատարագ։ Երևանի կենթանաբանական այգին կընդլայնվի 13000 քառակուսի մետրով եւ կունենա երկրորդ մուտք։ Քաղաքապետարանի տեղեկացմամբ այգուն միացվել են 3 հողամասեր, որտեղ նախատեսվում է նաև կառուցել ծառայողական առանձին մուտք անձնակազմի համար։ Նոր մուտքի գործարկումը նպատակ ունի թեթևացնել Միասնիկյան պողոտայի գլխավոր մուտքի ծանրաբեռնվածությունը եւ հեշտացնել այցելուների մուտքը նոր նորքի կողմից։ Միաժամանակ քաղաքապետարանը քննարկում է ավտոկայանը տեղի եւ անհրաժեշտ ուղեկցող ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությունները։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Եղանակային նորությունները կներկայացնի Լիլի Հովերը։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և երխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի փոփոխական երկնքով, տեղումներ սպասվում են առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում, առանձին վայրերում կանխատեսվել է նաև կարկուտ։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա մոտ 4-ից։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 16-ից 20 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 23-ից 28, Լոռիում 16-ից 20, Տավուշում 18-ից 22 աստիճան, Հարարատում, Արմավիրում կդիտվի 26-ից 29, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 28-ից 31, Սյունիքի նախալեռներում 20-ից 25 աստիճան, Երևանում տեղումներ սպասվում են երեկոյան, այս գիշեր 10-ից 13, ցերեկը 26-ից 28, երեկոյան 18-ից 20 աստիճան։ Այս թողարկումից հետո դիտեք ընտրության ժամը հաղորդում, այսօրվա հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։